Օրակարգը շարունակում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում բարև ձեզ։ Սահմանին վիրավորված և հաշմանդամ դարձած զինվորները վերականգնողական բուժումը կանցնեն գերժամանակակից պայմաններով հագեցած կենտրոնում։ Այն բացվելու է սեպտեմբերին Հերացի 1 հիվանդանոցային համալիրում։ Նախագահ Սարգսյանն է ծանոթացել կենտրոնի պայմաններին։ Նա նաև մասնակցել է բժշկականի շրջանավարտների Հիպոկրատի երդման և դիպլոմների հանձնման արարողությանը։ Տեսավ հրամանատարին են խփել, իրեն առաջ նետեց, ապրիլի 4-ին էր ու թալիշում էր։ Ավետիս Զարգարյանի համար զինակցին հասնելու, երկրի իր կտորը պահելու, դժոխքից ողջ դուրս գալու զգացողությունից հպարտությունն ավելի մեծ է, քան ափսոսանքը սայլակին գանված օրերի համար։ Գնացեք ու կողեպոստից բերենք, դες գնացեք ու տեսակ դե մարդ կա, ադրբեջանցիները դեին, 100 հոգի կլինեին։ Դες մտակ մարդի մեջ ընթացքում ես վիրավորվեց։ Երբ ավետիսը վերականգնողական կենտրոն եկավ, միայն աչքերն էր կարողանում շարժել։ Կինեզիստները աշխատեցրին մկանները, ասեղնաբույժները նյարդերը, հոգեբանները միտքը։ Մի խոսքով արդեն ամբողջ մարմնով է շարժվում։ Ասում է երազանք չէ, նպատակ ունի։ Նպատակ ունեմ, որ քայլեմ։ Ավետիսի նման մի քանի տասնյակ զինհաշմանդամների նպատակն այստեղ իրականացել է։ Համալսարանական առաջին հիվանդանոցի վիրավոր զինվորների աջակցության կենտրոնը պաշտոնապես կբացվի սեպտեմբերին։ Ներքևի հարկում լողավազան, մարզասարքեր, երկրորդում մասնագետների կինեզիսի սրահներ, երրորդում 37 հիվանդասենյակներ կլինեն։ Անհամբերությամբ սպասում են բոլորը, եւ զինվորները, եւ մենք, եւ ծնողները, եւ կարծում եմ ոչ միայն նրանց հետ շփվողները, այլ մեր ամբողջ հասարակությունը, ովքեր մտահոգված են տղաների վիճակով եւ ճակատագրով։ Կյանքը վերագտած զինծառայողները վերցրին տորթը, փուչիկները ու գնացին վերականգնողական կենտրոնը նախաձեռնողի Արմեն Մուրադյանի տուն։ Տարեդարձն է։ Երբևէ նման հուզմունք չեմ ապրել, ինչպես այդ օրը, ինձ համար ոչ միայն անակնկալ էր, այլ նաև մեծահոգության մեծ դաս էր, որ իրենք պարգևեցին։ Կենտրոնի բակում զինվորական նվագախմբի շեփոր թմբուկն է։ Պատկերազարդ Աստվածաշունչը ձեռքին պահել է արիության մեդալակիր Գոռ Դարմանյանը։ Ադրբեջանցի դիվերսանտներին հետ մղելիս վիրավորված Գոռն էլ այստեղ է վերականգնել առողջությունը։ Սեղմում է հանրապետության նախագահի ձեռքն ու Սուրբ Գիրքը պարզում նրան։ Վիրավոր զինծառայողների նվերն է։ Երկու տարուց 100 տարեկան կդառնա։ Այս հիվանդանոցը բուժել է Եղեռնը վերապրածների, երկու աշխարհամարտերի ու Արցախյան ազատամարտի վիրավորների։ Այս հիվանդանոցն էլ վերականգնողական կենտրոնն էլ ժողովրդի միջոցներով են բացվել, ասում է Արմեն Մուրադյանը։ Գնդի բուժկետում մենք որպես բժիշկ որակավորում ենք ստանում ու այնուհետև կարիերային աճ։ Զինվոր չեն, բայց կանցնեն զինծառայության։ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներն են։ Մարդասիրական ու նաև ձեռնտու մասնագիտություն է, ասում են։ Ուսման ու ապրելու վարձապետությունն է հոգում, հետո երաշխավորում աշխատանքը, 20 տարվա պայմանագիր, ներառյալ ուսումը։ Ամենալուսավոր, ամենամարդասիրական, ամենապատվաբեր մասնագիտությունը նրանք ստիպված են լինելու գործադրել մարդկության պատմության երևի ամենադաժան, ամենատգեղ, ամենատաղտկալի երևույթը հանդիսացող պատերազմի կամ զինվորական իրականության պայմաններում։ Շարային քայլով առաջ, հրահանգներին սովորում են, զինվորի պես զեկուցում, ոչ զինվորական բառերով։ Դիպլոմները նրանց են մեկնում հրամանատարին փրկելիս, դիվերսանտներին ոչնչացնելիս վիրավորված տղաները։ Շրի Լանկայից Սվարնաուն ու Նաշիրան ռազմաբժշկական ֆակուլտետ դիմելու իրավունք չունեն։ Արտասահմանցիներին չի թույլատրվում։ Բժշկականի 968 շրջանավարտներից 246-ը դրսից են։ Բժշկական համալսարանը շատ լավն է, Հայաստանում անվտանգ է, հեռանկարները մեծ են, ավարտելու եմ և մեկնեմ աշխատելու Շրի Լանկա, իմ երկիրը։ Ափը պարզում են ու կրկնում Հիպոկրատին։ Սրտաբան Գուրգենը միկրոֆոնին ծաղկեփնջով է մոտենում։ Կյանքի նոր փուլ մտնում է հանրապետության նախագահի, պաշտպանության ու մյուս նախարարների համալսարանականների առջև ազդարարելով։ Սիրում եմ քեզ եւ ցանկանում եմ, որ դու դառնաս իմ կինը։ Լիլիթն ասում է իսկապես չէր սպասում ու չի մերժի։ Ընդունում եմ, մնաց տնողներս որոշում Աննա Բալյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։
Արագածոտ նոր մարզպետ ունի կառավարությունը այսօրվա նիստում ընդունել է աշխատանքից ազատվելու Գաբրիել Գյոզալյանի դիմումը եւ պաշտոնում հաստատել նոր տեխնացուի Աշոտ Սիմոնյանի տեխնացությունը։ Գործադրի օրակարգի մի շարք այլ որոշումներով սովորական տոմսարկղերին զուգահեռ հավանաբար մինչև մարտ կունենանք բոլոր թատրոնների, համերգասրահների, սպորտային եւ ժամանցային այլ միջոցառումներ կազմակերպող համալիրների տոմսերը վաճառող էլեկտրոնային միասնական հարթակ։ Օրվա հանձնարարականներով վարչապետ Կարապետյանը 1 ամիս ժամանակ է տվել կառավարության տնտեսական բլոկին առաջարկ ներկայացնելու հարային սննդի օբյեկտների արտոնագրային վճարի համար սահմանված մակերեսը փոխելու վերաբերյալ։ Էկոլոգներն էլ պետք է կատարելագործեն բնապահպանական փորձաքննությունները։ Հայտնի է Արցախի նախագահի ընտրության օրը, այն տեղի կունենա հուլիսի 19-ին Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հայտարարությունում ասվում է, որ խորհրդարանի կողմից ընտրվող հանրապետության նախագահը կպաշտոնավարի մինչև գործող ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը։ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջ է դրվել է 2 տեխնացու՝ Բակո Սահակյանը, Հայրենիք, Դաշնակցություն եւ Ժողովրդավարություն խմբակցությունների կողմից եւ Էդուարդ Աղաբեկյանը Շարժում 88 խմբակցության կողմից։ Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա խորհրդարանի հատուկ նիստում, որը կգումարվի հուլիսի 19-ին ժամը 11-ին։ Կես տարվա ընթացքում ինչ է արվել գերիներին, պատաններին հայրենիք վերադարձնելու եւ անհայտ կորածներին գտնելու ուղղությամբ հարցը քննարկվել է Պաշտպանության նախարարությունում գերիների, պատանների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում։ Պաշտպանության նախարարն ընդգծել է հանձնաժողովի գործունեության մեծ նշանակությունը կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնված քաղաքացիներին հայրենադարձելու եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով։ Հաջորդ թեմայի մասին մի խումբ շվեդ խորհրդարանականներ Թուրքիայի նախագահի դեմ հայց են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատախազություն։ Նրանք Էրդողանին եւ իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության որոշ այլ առաջնորդների մեղադրել են ցեղասպանության, մարդկության դեմ գործված հանցանքների եւ ռազմական հանցագործությունների համար։ Խոսքը 2015-ի հուլիսից 2016-ի դեկտեմբեր Շռնակ, Սիլոպի, Ջիզրե եւ Սուր բնակավայրերում թուրքական զինուժի գործողությունների մասին է։ Շվեդիայի օրենքով Էրդողանին սպառնում է 4 տարուց մինչև ՑՄ հազատազրկում, այսուհետև Շվեդիա այցելելու դեպքում Թուրքիայի նախագահն ու իր թիմակիցները կարող են ձերբակալվել։ Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլու դա Սիլվան դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման, նրան մեղադրում են կոռուպցիայի եւ պաշտոնը չարաշահելու համար։ Նախկին նախագահի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, մինչդեռ դատախազությունը ավելի կոշտ վճիռ է պահանջում, պատճառաբանելով, որ պետբյուջեից շորթած գումարները մեծ թիվ են կազմում։ Միացյալ Նահանգների կոնգրեսում էլ դեմոկրատները նախագահ Թրամփի պաշտոնանկության առաջարկ են ներկայացրել։ Թրամփը մեղադրվում է անցյալ տարվա նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննությանը խոչընդոտելու համար։ Վերջին օրերին այդ թեման նոր թափ հավաքեց, երբ լուրեր տարածվեցին, թե Թրամփի որդին փորձել է կոմպրոմատ պատվիրել նախագահի դեմոկրատ տեխնացու Հիլարի Քլինթոնի դեմ։ Ըստ դեմոկրատների դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ Թրամփի նախընտրական շտաբն աջակցություն է ստացել Ռուսաստանից։ Սպիտակ տունը ծիծաղելի եւ քաղաքական վատ խաղ է անվանել նախագահի պաշտոնանկության նախաձեռնությունը։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում Միացյալ Նահանգների կոնգրեսը կարծես չի կարողանում վերջնականապես կողմնորոշվել, պատժամիջոցների փաթեթները հաջորդում են իրար։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության անդամները ներկայացրել են Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր տարբերակ, որը ըստ Reuters գործակալության նախորդից գրեթե չի տարբերվում։ Նախագահ Թրամփն էլ իր կուսակիցներին եւ դեմոկրատներին գոհացնելու համար հայտարարել է, թե շատ կոշտ է խոսել Պուտինի հետ G20-ի հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ Միացյալ Նահանգների նախագահը կարևորել է Ռուսաստանի նախագահի հետ հարաբերությունները, համոզված, որ դրանք կարող են կյանքեր փրկել։ Վերադառնանք Հայաստան, գլխավոր դրամատունը պատրաստվում է նոր թղթադրամ շրջանառել 2000 դրամանոց, որը մեր դրամապանակներում կհայտնվի արդեն մինչև աշուն։ 2000 դրամանոցը չափով, թղթի որակով եւ պաշտպանվածությամբ ավելի լավն է լինելու։ Հաջորդ տարի էլ կնորացվեն նաեւ արդեն եղած դրամական միավորները։ Մի քանի ամիս ու մեր դրամապանակներում 1000, 5, 10 հազարանոցի կողքին 2000 դրամանոց կհայտնվի։ Հայկական ամենախոշոր փողի 100 հազարանոցի թողարկումից 8 տարի անց վերադառնում ենք փոքր անվանական արժեքի։ Շուկայի պահանջն է։ Մեծ գործարքներն անկանխիկ քարտով են դարձել, իսկ խանութներում 5000-ի մանրը տալիս, այլևս 4 հատ հազարանոց չեն պարզի, այլ 2 հազարանոց։ Նոր թղթադրամը տպվելու է 3-րդ սերնդի պլաստիկ էլեմենտներ պարունակող կոմպոզիտային տեխնոլոգիայով։ Այն լամինացիա
մնացվածի պես հաստ, կոշտ, անհարմար չի լինի, պնդում են կենտրոնական բանկում։ Նոր թղթադրամները եւ չափով եւ իր փափուկությամբ չի տարբերվելու այս թղթադրամներից։ Նոր տիպի փողերը շուտ չեն մաշվի ճղվեն, սպառողը դրանք մի քանի անգամ երկար կօգտագործի, դրա մանենքներն էլ գրեթե չեն կարողանա կեղծել։ Արդյոք կոմպոզիտային թղթադրամը Հայաստանի համար թանկարժեք թիթիզություն չէ, հարցը փակում է։ Գլխավոր դրամատան, գլխավոր քարտուղարը, համակարգչում ցույց տալիս կոմպոզիտ 5 եվրոանոցն ու Շվեդիայի, Կանադայի նոր տիպի փողերի ամբողջական շարքեր։ Մերը նույնպես խմբով է թարմացվելու։ Եղիշե Չարենցին հազարանոցի վրա փոխարինելու է պարույր սևակը։ Թղթադրամներին կհայտնվեն նաև Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Այվազովսկին ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Շարքը նվիրվում է ազգային դրամի 25-ամյակին, կներդրվի 2018-ի ընթացքում։ 2000 անվանական արժեքով թղթադրամը մենք կունենանք ամենաուշ ամռանը, բայց ամբողջ շարքի այսպես ասած շնորհանդեսը կունենանք ազգային արժույթի 25-ամյակին։ Գերմանիայի, Լեհաստանի թե այլ, որ դրամահատարանում կենտրոնական բանկը կտպի նոր փողերը պարզ կդառնա հայտերի ամփոփումից հետո, որքան էլ նոր սիրուն այժմյան թղթադրամների հետ դրանք հավասարապես են շրջանառվելու։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Տեխնոլոգիաները օգնության են գալիս անասնապահներին, շուտով խոշոր եղջերավորներին կվերահասկեն հայկական վիրտուալ հովիվները։ Նորամուծությունը դեռ մեզ մոտ չկիրառված, հայ մասնագետներին կովերի GPS-ի մեծ պատվեր են տվել Բոլիվիայից։ Հայ IT մասնագետների մեծ պահանջարկի և նոր ծրագրերի մասին Վահե Կոստանդյանի ռեպորտաժում։ Հայկական խելացի ծրագրերը կփնտրեն, կգտնեն ու Բոլիվիայի անասնապահներին ցույց կտան նրանց կովերի տեղը։ Ուզում են, որ մենք Հայաստանում մշակենք հատուկ GPS համակարգ է կովերի վզին կախելու, որովհետև այնտեղ երբ որ կովերը արածում են, ոչ մեկը չի կարող վերահսկի, թե իր սեփական կովը որտեղ է։ Բոլիվիան 8 միլիոն գլուխանասուն ունի ծրագրի համար գումար է հատկացրել, հայերն էլ մտածում են լավ պատվերը ձեռքից բաց չթողնել։ Մենք աշխատում ենք ստեղ Հայաստանում, թե ինչ համակարգ ստեղծենք, որ բատարայիկը աշխատեն սոլար պենալներով, որ ամեն ամիս չվազեն կովերի հետևից բատարայները փոխենք, այսինքն դա ամեն ինչը ժամանակ է։ Փորձարկումն անելու եք մեր կովերի վրա հետո։ Ոչ։ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդեն ներկայացուցիչներ ունի աշխարհի 5 երկրում, ընդամենը 5 ամիս էլ չի անցել գրասենյակների բացումից ու արդեն առաջին պայմանագրերն են կնքվում։ Մոտ երևի մեկ շաբաթ 10 օրվա ընթացքում կստորագրվի մեկ պայմանագիր Հայաստանում, որպեսզի հիմնեն գիտահետազոտական լաբորատորիա, դա լինելու է IDS ընկերությունը, դա մուլտինացիոնալ ընկերություն է։ Հայկական ծրագրերի վաճառքի մոտ 20 մասնագետի պակաս կա, Technology and Science Dynamics ընկերությունն ու տրանսպորտի նախարարությունն այժմ փնտրում են մասնագետներ, որոնք կկարողանան դրսում վաճառել հայկական ծրագրերը։ Մարդը կոնկրետ վաճառք անելու դեպքում արդյունավետությունը շատ ավելի բարձր է։ Մինչև աշուն տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական ներկայացուցչություններ կբացվեն Ռուսաստանում, Իրանում, Մեքսիկայում և Իսպանիայում։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Մայրբուհի միակ մասնաճյուղում նույնպես շրջանավարտների են ճանապարհել, նրանցից 3 տասնյակի ուսումնառության հասցեն Իջևանից կտեղափոխվի Երևան, մտադիր են մագիստրատուրա անցնել։ Շատերը գյուղ կգնան ուսուցչի մասնագիտությամբ նոր սերունդ կրթելու, հենց սահմանին։ Շրջանավարտներին հրաժեշտը ինչպես միշտ բարեմաղթանքով խրատ խորհուրդով էր։ Երևանի պետական համալսարանի միակ սահմանամերձ Սավուշի մարզկենտրոնի մասնաճյուղը 23 տարում 4500-ից ավելի շրջանավարտ է ճանապարհել։ Մեր մասնաճյուղը փաստորեն կատարում է ռազմավարական նշանակության դեր, կայունացնող շատ մեծ ներուժ ունի։ Պահելով Սավուշի մարզում երիտասարդությանը, տալով, ես կասեի, շատ բարձր որակի կրթություն։ 416 շրջանավարտներից 24-ի դիպլոմները կարմիր են, 32-ը մտադիր է ուսումը շարունակել մագիստրատուրայում Երևանում։ Հատուկ կարիքով երկվորյակ քույրերը հետո կվերադառնան, որոշված է։ Հուսամ կաշխատեմ հենց այստեղ որպես դասախոս։ Իմ պապիկի թողած գործի շարունակողն եմ ես ուզում լինել։ Դիպլոմը ձեռքներին է, աշխատանք դեռ չունեն։ Ըստ հարցումների շրջանավարտների 26%-ը գիտի ուր է գնալու։ Սահմանամերձ Մովսեսից եւ Չինչինից եկածներին եւ Մարիամը կգնան ծննդավայր ուսուցչություն անելու։ Դպրոցը ունի մեկ ուսուցիչ, պատմության կadrերի պակասի պատճառով։ Ես ուզում եմ իմ գյուղում
աշխատել եւ իմ գյուղը շենացնել։ Սահմանամերձ Ազատամուտ գյուղից Լուսինեն եւս դպրոցում է աշխատում։ Նրա համար օրը կրկնակի կարևոր է։ Ինքն ավարտում է, տղան ընդունվում։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ։ Եվ վերջում եւս մեկ հետաքրքիր լուր Անտարկտիդայից անջատվել է մինչև հիմա դիտարկված ամենախոշոր այսբերգը, այն ունի մոտ 5000 քառակուսի կիլոմետր մակերես, որը Մոսկվայի գրեթե 2 չափն է։ Ենթադրվում է, որ սառցե հսկազանգվածը կշռում է 1 տրիլիոն տոննա։ Գիտնականների կարծիքով նոր այսբերգի առաջացումը գլոբալ տաքացման հետ կապված չէ եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը չի հանգեցնի։ Այսքանը իրադարձությունների շարունակ եք հետևել հանրային եթերում, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, մինչև այդ ժամը։